5 տակարանից այսօր ընթերցում ենք Ծննդոց 43 1-ից 44 34, Սաղմոս 11 1-ից 7 և Առակաց 4 10-ից 13։ Սկսենք Ծննդոց 43-ից։ Բենյամինը տարվում է Եգիպտոս։ Սովը սաստկացավ երկրի վրա, երբ Եգիպտոսից բերված պաշարը կերան վերջացրին, նրանց հայրն ասաց նրանց. «Գնացեք դարձյալ մի քիչ ուտելիք գնեք մեզ համար»։ Հուդան խոսեց նրա հետ, ասելով. «Այն մարդը վճռականորեն ասաց. Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի։ Եթե մեր եղբորն ուղարկես մեզ հետ, կիջնենք և քեզ համար ուտելիք կգնենք։ Իսկ եթե չուղարկես, չենք իջնի, որովհետև այն մարդն ասաց մեզ. Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի»։ Իսրայելն ասաց. «Ինչու իմ հանդեպ չարություն արեցիք, այդ մարդուն իմացնելով, որ ուրիշ եղբայր ունեք»։ Նրանք ասացին. «Այդ մարդը հարց ու փորձ արեց մեր և մեր ազգականների մասին, ասելով. Ձեր հայրը ողջ է, ուրիշ եղբայր ունեք»։ Եվ մենք ըստ այս հարցերի պատասխանեցինք նրան. «Միթե մենք կարող էինք իմանալ, թե նա կասի. բերեք ձեր եղբորը»։ Հուդան ասաց իր հորը Իսրայելին. «Տղային ուղարկիր ինձ հետ, և վեր կենանք գնանք, որպեսզի մենք էլ, դու էլ, մեր երեխաներն էլ ողջ մնանք ու չմեռնենք։ Ես երաշխավոր կլինեմ նրա համար, ինձանից պահանջիր նրան, եթե նրան քեզ մոտ չբերեմ և քո առաջ չկանգնեցնեմ, թող հավիտյան հանցավոր լինեմ քո հանդեպ, որովհետև եթե չհապաղեինք հիմա, երկրորդ անգամ վերադարձած կլինեինք»։ Իրենց հայր Իսրայելն ասաց նրանց. «Եթե այդպես է, հիմա այսպես արեք, վերցրեք ձեր տոպրակների մեջ այս երկրի լավագույն բարիքներից և այդ մարդու համար նվեր տարեք, մի քիչ բալասան, մի քիչ մեղր, համեմունք, զմուրս, պիստակ և նուշ, վերցրեք ձեզ հետ կրկնակի փող և ետ տարեք ձեր պարկերի բերանին դրված փողը, գուցե դա սխալմունք է եղել։ Վերցրեք նաև ձեր եղբորը և ելեք դարձյալ գնացեք այդ մարդու մոտ։ Ամենակարող Աստված ձեզ շնորհ տա այդ մարդու առաջ, և նա արձակի ձեզ հետ ձեր մյուս եղբորն ու Բենյամինին, և եթե ես անզավակ եմ մնալու, թող անզավակ մնամ»։ Եվ մարդիկ վերցրին այդ նվերները և իրենց հետ կրկնակի փող վերցրեցին, նաև Բենյամինին, վեր կացան իջան Եգիպտոս և ներկայացան Հովսեփին։ Երբ Հովսեփը Բենյամինին տեսավ նրանց հետ, ասաց իր տան վերակացուին. «Այս մարդկանց տուն տար և ինչ մորթվելու է, մորթիր ու պատրաստիր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։ Այդ մարդն արեց Հովսեփի ասածի պես և այդ մարդկանց տարավ Հովսեփի տունը։ Նրանք վախեցան, երբ տարվեցին Հովսեփի տունը և ասացին. «Անցած անգամ մեր պարկերի մեջ դրված փողի համար ենք տարվում, որպեսզի հարձակվեն մեզ վրա, խուզարկեն մեզ, ստրուկներ դարձնեն և տիրանան մեր էշերին»։ Նրանք մոտեցան Հովսեփի տան վերակացուին և տան դռան մոտ խոսեցին նրա հետ և ասացին. «Օ Տեր, սրանից առաջ մենք եկել էինք ուտելիք գնելու, և երբ իջևան հասանք ու բաց արեցինք մեր պարկերը, տեսանք, որ ամեն մեկիս փողը իր պարկի բերանին էր, մեր փողը ըստ իր կշռի։ Մենք այդ փողը ետ ենք բերել մեր ձեռքով։ Մենք բերել ենք նաև ուրիշ փող, որպեսզի ուտելիք գնենք, չգիտենք, թե ով է դրել մեր փողը մեր պարկերի մեջ»։ Եվ նա ասաց. «Հանգիստ եղեք, մի վախեցեք, ձեր Աստվածը և ձեր հոր Աստվածը ձեզ գանձ է տվել ձեր պարկերում, ես ստացել եմ ձեր փողը»։ Եվ Շմավոնին դուրս հանեց նրանց մոտ։ Այդ մարդը նրանց տարավ Հովսեփի տունը, ջուր տվեց և լվացին իրենց ոտքերը և կեր տվեց նրանց էշերին։ Նրանք պատրաստեցին նվերները մինչև կեսօրին Հովսեփի գալը, որովհետև իմացել էին, որ այնտեղ էին հաց ուտելու։
Երբ Հովսեփը տուն եկավ, նրանք իրենց ձեռքերի նվերները տանը մատուցեցին նրան եւ մինչև գետին խոնարհություն արեցին նրան։ Հովսեփը հարցրեց նրանց առողջության մասին, ապա ասաց. «Ձեր այն ծեր հայրը, որի մասին խոսել էիք, դեռ ողջ է»։ Նրանք պատասխանեցին. «Մեր հայրը, քո ծառան ողջ առողջ է, տակավին ողջ է»։ Եվ ծնկի եկան ու խոնարհվեցին նրան։ Հովսեփը բարձրացրեց իր աչքերը եւ տեսնելով Բենյամինին, իր մոր որդուն, իր եղբորը, ասաց. «Սա է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին խոսել էիք ինձ հետ»։ Եվ ասաց Բենյամինին. «Աստված ողորմի քեզ, որդյակ իմ»։ Հովսեփն արագ դուրս եկավ, որովհետև նրա սիրտը ճմլվում էր իր եղբոր համար, եւ տեղ էր փնտրում, որ լաց լինի, եւ ներքնասենյակ մտավ ու այնտեղ լաց եղավ։ Հետո լվաց իր երեսը, դուրս եկավ եւ զսպելով իրեն ասաց. «Ճաշ բերեք»։ Հովսեփին առանձին մատուցեցին, նրանց առանձին, եւ այն եգիպտացիներին, որոնք ուտում էին իր հետ, առանձին, որովհետև եգիպտացիները եբրայեցիների հետ ճաշ չէին կարողանում ուտել, քանի որ եգիպտացիների համար նրանք պիղծ էին համարվում։ Եվ նստեցին նրա առաջ Անդրանիկը ըստ իր անդրանիկության, իսկ կրտսերը ըստ իր կրտսերության, եւ մարդիկ իրար նայելով զարմանում էին։ Հովսեփն իր առջևից բաժիններ ուղարկեց նրանց համար, բայց Բենյամինի բաժինը 5 անգամ ավելի էր մյուսների բաժնից։ Խմեցին եւ նրա հետ միասին զվարճացան։ Ծննդոց 44 Կորած գավաթը Հովսեփն իր տան վերակացուին հրամայեց ասելով. «Այս մարդկանց պարկերը լցրու ուտելիքով, ինչքան որ կարող են տանել, եւ յուրաքանչյուրի փողը դիր իր պարկի բերանին։ Իմ արծաթե բաժակը կրտսերի պարկի բերանին դիր, իր ցորենի փողն էլ»։ Եվ վերակացուն արեց այնպես, ինչպես Հովսեփն ասել էր իրեն։ Առավոտյան, երբ լույսը բացվեց, այդ մարդիկ ճանապարհվեցին իրենց էշերով։ Նրանք քաղաքից դուրս էին եկել, բայց դեռ չէին հեռացել, երբ Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վեր կաց, վազիր այդ մարդկանց ետևից, հասիր նրանց եւ ասա. ինչու չարությամբ հատուցեցիք բարության փոխարեն։ Սա այն բաժակը չէ, որով խմում է իմ Տերը եւ որով գուշակություն է անում։ Դուք վատ բան արեցիք ձեր այդպես վարվելով»։ Վերակացուն հասավ նրանց եւ ասաց այս նույն խոսքերը, եւ ասացին նրան. «Ինչու է իմ Տերը այդպիսի խոսքեր ասում, քավ լիցի, որ քո ծառաներն այդպիսի բան անեն։ Ահա այն փողը, որ գտել էինք մեր պարկերի բերանին, ետ բերեցինք քեզ Քանանի երկրից, էլ ինչպես կարող էինք գողանալ քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի։ Քո ծառաներից ում մոտ որ գտնվի, թող նա մեռնի, եւ մենք էլ դառնանք մեր տիրոջ ծառաները»։ Նա ասաց. «Հենց հիմա թող ձեր ասացի պես լինի, ում մոտ որ գտնվի նա ինձ ծառա լինի, իսկ դուք անպարտ կլինեք»։ Եվ իսկույն ամեն մեկն իր պարկը իջեցրեց գետին, եւ ամեն մեկը բացեց իր պարկը։ Վերակացուն սկսեց խուզարկել, սկսեց մեծից եւ վերջացրեց կրտսերով, եւ բաժակը գտնվեց Բենյամինի պարկի մեջ։ Այն ժամանակ նրանք պատառոտեցին իրենց հագուստները եւ ամեն մեկն իր բեռը բարձելով էշի վրա վերադարձան քաղաք։ Հուդան եւ նրա եղբայրները եկան Հովսեփի տունը, նա դեռ այնտեղ էր, եւ գետին ընկան նրա առաջ։ Հովսեփն ասաց նրանց. «Այս ինչ արեցիք, դուք չգիտեք, թե ինձ նման մի մարդ անպատշաճ կգուշակի»։ Հուդան պատասխանեց. «Ինչ ասենք իմ տիրոջը, ինչ խոսենք կամ ինչպես արդարանանք։ Աստված բռնեց քո ծառաների հանցանքը, ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, եթե մենք եւ թե նա ում մոտ գտնվեց բաժակը»։ Հովսեփն ասաց. «Քավ լիցի, որ ես այդպիսի բան անեմ, միայն այն մարդը, որի մոտ գտնվել է բաժակը, թող ինձ ծառա լինի, իսկ դուք խաղաղությամբ գնացեք ձեր հոր մոտ»։ Հուդան աղաչում է Բենյամինի համար։ Հուդան մոտեցավ նրան եւ ասաց. «Ո՛հ, Տեր իմ, խնդրեմ, թող քո ծառան մի խոսք ասի իմ տիրոջ ականջին, եւ թող քո բարկությունը չբորբոքվի ծառայիդ դեմ, որովհետեւ դու փարավոնի պես ես։
Իմ տերն իր ծառաներին հարցրեց, ասելով. «Հայր կամ եղբայր ունեք»։ Եվ մենք պատասխանեցինք մեր տիրոջը, թե ունենք մի ծեր հայր և նրա ծերության մի կրտսեր որդի, նրա եղբայրը մեռած է և միայն նա է մնացել իր մորից, և հայրը սիրում է նրան։ Դու քո ծառաներին ասացիր. «Բերեք նրան ինձ մոտ, որպեսզի ես իմ աչքերով տեսնեմ նրան»։ Մենք ասացինք մեր տիրոջը. «Երեխան չի կարող թողնել իր հորը, որովհետև եթե իր հորը թողնի, նա կմահանա»։ Իսկ դու ասացիր քո ծառաներին. «Եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չի ջնի, իմ երեսը այլևս չտեսնեք»։ Երբ մենք գնացինք քո ծառայի իմ հոր մոտ, նրան պատմեցինք իմ տիրոջ խոսքերը։ Իմ հայրն ասաց. «Դարձյալ գնացեք և մեզ համար մի քիչ ուտելիք գնեք»։ Մենք ասացինք. «Չենք կարող գնալ, եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի»։ Այն ժամանակ կիջնենք, որովհետև մենք չենք կարող այդ մարդու երեսը տեսնել, եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի։ Քո ծառան, իմ հայրը, ասաց մեզ. «Դուք գիտեք, որ իմ կինը ինձ համար երկու որդի ծնեց, մեկն իմ մոտից գնաց ու ես ասացի, թե անպատճառ հոշոտվել է, և մինչև հիմա չեմ տեսել նրան։ Եթե սրան էլ առնեք, տանեք իմ մոտից և մի փորձանք պատահի նրան, ապա դուք ինձ տրտմությամբ գերեզման կիջեցնեք իմ այս սպիտակ մազերով։ Արդ եթե գնամ քո ծառայի իմ հոր մոտ և մեզ հետ չլինի երեխան, որի հոգուն այնպես կապված է նրա հոգին, և նա հենց որ տեսնի, թե երեխան չկա, անպատճառ կմեռնի, և մենք քո ծառաները ցավով գերեզման կիջեցնենք քո ծառային իմ հորը սպիտակ մազերով, որովհետև քո ծառան այդ երեխայի համար երաշխավոր է եղել իմ հորը ասելով. Եթե ես նրան ետ չբերեմ քեզ մոտ, հավիտյան հանցավոր կլինեմ իմ հոր հանդեպ։ Այժմ աղաչում եմ այդ երեխայի փոխարեն ես, քո ծառան, իմ տիրոջ ծառան մնամ, իսկ երեխան թող գնա իր եղբայրների հետ, որովհետև ինչպես գնամ իմ հոր մոտ, եթե երեխան ինձ հետ չլինի, միգուցե տեսնեմ այն դժբախտությունը, որ պատահելու է իմ հորը»։ Սաղմոս 11, 1-7 համարներ։ Վստահություն Տիրոջ հանդեպ։ Տիրոջն ապավինեցի, այլ ինչպես եք ասում իմ անձին, թե թռչունի պես ձեր սարերը փախիր։ Որովհետև ահա ամբարիշներն աղեղ են լարում և իրենց նետերն են պատրաստում լարի վրա, որ խավարում խփեն նրանց, ովքեր ուղիղ են սրտով։ Եթե հիմքերը քանդվեն, արդարն ինչ պիտի անի։ Տերն իր սուրբ տաճարումն է, Տիրոջ գահը երկնքում է, նրա աչքերը տեսնում են, նրա հայացքը քննում է մարդկանց որդիներին։ Տերը քննում է արդարին, բայց նրա անձն ատում է ամբարիշտին և բռնություն սիրողին։ Նա որոգայթներ, կրակ և ծծումբ կտեղա ամբարիշտների վրա, և նրանց բաժակի բաժինը այրող մրիք կլինի։ Որովհետև Տերն արդար է և արդարություն է սիրում, ուղիղները կտեսնեն նրա երեսը։ Առակաց 4, 10-13 համարներ։ Լսիր, որդյակս, և ընդունիր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները շատ կավելանան։ Իմաստության ճանապարհը քեզ սովորեցրի և քեզ առաջնորդեցի ուղղամտության ուղիների մեջ։ Գնալիս քո քայլերը արգելքի չպիտի հանդիպեն և վազելիս չպիտի սայթաքես։ Պինդ բռնիր խրատը, մի թող, պահիր այն, որովհետև նա քո կյանքն է։